Բառացիորեն երկու օր առաջ ավետիքի հետ խոսում էինք եւ հաշվի առնելով այս տենդենսը անդադ ամեն օր ձերբակալել քաղաքական գործիչներն, հատկապես նրանք, ովքեր ամենասուր քննադատության են ենթարկում այս ռեժիմին եւ նրա պարագլխին, սпасելի էր այս քայլը, այսինքն ավետիքին ինչ-որ առումով սպասում էր եւ բազմաթիվ անգամ խոսացել ենք, ասում էր, որ հաջորդը ես եմ։ Հետևաբար ինչ-որ առումով պետք չի սպասել, թե ինչ էի մեջ են մեղադրել։ Մեղադրանք ոնց ասում կկարեն ցանկացած դեպքում։ Կարևորը պատճառն է, իսկ պատճառը ռեժիմին քննադատելն է, ուրիշ պատճառ չկա, այսինքն մի փնտրենք այդտեղ ինչ որ կեղծ բաներ, որ իրանք ամեն անգամ բոլորի վրա կարում են։ Նորից եմ գրում, ցանկացած գործ, ցանկացած մարդու վրա կկարեն, էլի, այնտեղ 30-ական թվականին հայտնի Ստալինյան տերորի ժամանակ ասում են լինի մարդ, գործը միշտ էլ կկարենք։ Հիմա այսա մարդուն գտել են, գործն էլ կարում են։ Կհասնեն իրենց նպատակին, պարոն Մամեդյան։ Ես համոզված եմ, կհաջողվի բոլորին լրացնել իրենց։ նայեք, իրանք էլ ապուշ չեն, հասկանում եմ, որ բոլորին լրացնել չեն կարող, բայց իրանք ուզում են ստեղծել մի իրավիճակ, որը կոչվում է վախի մթնոլորտ, այսինքն խորացնել վախի մթնոլորտը, փորձել ինչքան հնարավոր է քիչ մարդի ելույթները իրենց դեմ խոսել։ Ես էլ ընդհակառակը կարծում եմ, հենց հակառակը, ի հակառակ սրան, պետք է հնարավորին շատ մարդիկ խոսեն, անկախ իրենց քաղաքական ստատուսից, անկախ նրանց այս մարդիկ քաղաքականությամբ են զբաղվում թե ոչ, հետաքրքրում են քաղաքականությամբ թե ոչ, որովհետև հայտնի են խոսքա չէ ժամանակին, երբ որ մի կաթոլիկ միսիոներ էր ասում, երբ որ Հիտլերն Գերմանիայում ձերբակալում էին հրեաներին, ես լռում եմ, որտեղ ես հրեա չեմ, եւ ձերբակալում էին կոմունիստներին, ես լռում եմ, որտեղ կոմունիստ չեմ։ Երբ որ եկանին ձերբակալել, էլ մարդ չէր մնացել, որ իր բողոքի ձայնը անի։ Հիմա նույնը, եթե այսօր մարդիկ չբողոքեն, վաղը մյուսները բոլորի հետևից են գալ, թող չկարծեն են մարդիկ, ովքեր կարծում են լուր տեղերում լուր նստած են ձայն չեն անում, իրենց չեն հիշում։ Այդ բողոքը թեկուս ելույթներով, թեկուս իրենց խոսքով, թեկուս արտահայտվելով, հասկանում եք, որպեսզի հասկանան, որ այս իրավիճակի հետ մարդիկ հաշտ չեն պատրաստում լուր գլուխները կաղ գնան ու սպասեն միայն զբաղվեն իրենց ընկերների խնդիրներով, որտեղ Ավետիք Չալաբյանի խնդիրի հիմքում Հայաստանի անկախության վերացման գործընթացն, որ սկսել են սրանք։ Հայաստանը մաս-մաս Ադրբեջանին վաճառելու գործընթացն է եւ դրա դեմ դիմադրելու հարցը։ Մնացածը արդեն կեղծիք է։ Հիշենք, Հայաքվեն ինչի՞ց է ստեղծվել։ Հայաքվեն ստեղծվել է Արցախի պաշտպանության դրոշի ներքո ու հետագա մենք հասկացանք, որ ոչ միայն Արցախի խնդիրը, այսօր Հայաստանի պաշտպանության խնդիրը կա։ Հայաստանը մաս-մաս տալիս են այս մարդիկ։ Մյուսներն էլ իր գործընկերները այսպես կոչված մեծ փառատոններ են անում, մեկ Օրդուբադում, մեկ հիմա էլ Գանձակում, հիմա էլ պատրաստում են Բրյուսելում են տենց համաժողովարը, հիմա էլ պատրաստում են Վաշինգտոնում կոնգրեսում լսումներ անցկացնել Արևմտյան Ադրբեջան վերադարձ ծրագրում։ Հասկանում ես, քանի իրանց դեմ դիմադրություն չկա, մեր ամբողջ ուժը ցավոք սրտի կենտրոնացած է այսօր ռեժիմի դեմ, որ նրանց փաստաբաններն են Հայաստանում։ Մենք խնդիր ունենք։ Նախ պետք է սրանց հեռացնել, որ հետո կարողանանք Ադրբեջանի դեմ պայքարել, որտեղ իրանք մաս-մաս Հայաստանը գրավում են առանց տանկերի։ Նիկոլ Փաշինյանը ասում է, եթե իրենք չլինեն, պատերազմ կլինի։ Ընդհակառակը, եկեք փաստերին եկել է վերջին 8 տարում ինքը 3 մեծ խոշոր պատերազմ ա բերել Հայաստանի դեմ։ Հիշենք վերջին 35 տարում երբ եղել որ 8 տարվա ընթացքում 3 տարբեր պատերազմ եւ 3-ում ինքը տանուլացել է։ Ինքն է հենց պատերազմի հրձիկը, ինքն է հենց պատերազմ սկսում։ Ու պատերազմի պատճառը ոչ թե այս կամ այն խոսքն է, ոչ թե այս կամ այն պահվածքը։ Պատերազմի պատճառը այն է, որ թշնամին տեսնում է, որ իր առաջ թույլ մարդ է, բավականին խղճուկ ու ողորմելի, որը կարող է միայն իր քաղաքացիներին տերորի ենթարկել եւ իր քաղաքացիներին նստածի բանտեր ուղարկել։ Իսկ երբ որ Ադրբեջանի ղեկավարը իրան խեղկատակ ծաղրացու է կոչվում, իրանք չեն պատասխանում։ Եվ որ նույն ղեկավարները ասում որ 300,000 ադրբեջանցի են բերելու, իրանք նույնիսկ չեն պատասխանում, մենք մեզ են պատասխանում։ Մեզ մի պատասխանեք ադրբեջանցիներին։ Ունեք այդ համարձակությունը։ Կարաք դա անեք, թող անեն։ Դե չէ լուր նստած սպասում են թե ով ինչ կասի, երբ կասի, ոնց կա։ Սա է ցավոք սրտի իրավիճակը։ Նիկոլ Փաշինյանը պետք է 300,000 ադրբեջանցիների վերադարձել կապված, ասում են Հայաստանի Հանրապետության 500,000 քաղաքացիների հետ վերադարձը Ադրբեջան կանխելով, մենք կանխել ենք այդ 300,000-ի վերադարձը։ Սուտ է խոսում։ Այսպես հայերեն տրամաբանությամբ։ Սուտ է խոսում, որտեղ հիշենք էլ այս նույն մարդիկ բառացիորեն
2015 եկան իշխանության, մի տարի հետո ասում են եւ իրենց մեղադրում են, որ եկել են Արցախ հանձնելու, 2019-20 թվականի կեսերին անդադ ռեպորտաժներ էին անում, դուրս են գալի, ինչ Արցախը հանձնել են եւ այդպես հումորային։ Հիմա նույն հումորայինի բանն է, իսկ հայելանման եթե ինչ-որ մի բան կա, ապա այս համատությունն է հայելանում։ Եվ իրանք 2019-20-ին դուրս են գալի, ասում են հանձնենք Արցախ, այդ հանձնին չէ վերջը։ Հավատացեք 300,000 ադրբեջանցիներ կգան Հայաստան, եթե սրանք շարունակեն մնալ իշխանության։ Սա է ճշմարտությունը։ Ու այ համատությունը սրա մեջ տեսեք։ Ընտրությունից հետո նրանց գնալը պատկերացնում եք եւ ինչպես։ Նայեք, եթե իրանց մոտ ամեն ինչ հաջողված լիներ, իրանք ընտրություններում հաջողության հասած լինեն, իրանք հիմա չեն սկսես տերորը։ Նայեք, բարից բուն իմաստով տերորը սկսած ընդդիմության նկատմամբ ցանկացածի դեմ, ով իրանց դեմ է խոսում։ Ինչի մասին է խոսում։ Հաղթել են, չէ՞ կարծես թե ճակերտավոր ասած, կեղծել են ընտրությունները, կեղծիքով ամեն ինչով իբր թե հաղթել են։ Բախեն, ինչի հետևից են բախեցած։ Ինչ են մարդկանց հետևից են կել։ Որն է պատճառը։ Ուրեմն իրանք էլ են, չէ, վստահ չեն իրանք իրենց վրա։ Ուրեմն վստահ չեն իրենց այսպես կոչած այդ կեղծ հաղթանակի վրա։ Հետևաբար բոլորի հետևից է գալու։ Այլ կերպ իրանք չեն պատկերացնում իրենց իշխանություն պահելը ու վստահել չեն, որ թե զարգացումները ոնց կգնան։